Պարոն Ղևոնդյան, Գյումրիում ընտրություններն ավարտվեցին, հետընտրական աղմուկ աղաղակը ավարտվեց եւ այսօր Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը չի վերցնելու ավականու մանդատը։ Այդ դեպքում ինչի համար էր պետք է ամեն ինչը։ Ակնհայտ էր, դա պետք էր այն բանի համար, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս ավելի շատ ձայներ ստանալ, հետո էլ այդ ձայները օգտագործել տարբեր նպատակներով, այն որ Մարտուն Գրիգորյանը չի վերցնելու մանդատը, դա եւս կանխատեսելի էր, որովհետեւ այդ մարդը պատգամավոր է, իսկ ավականին կարելի է ասել պաշտոնական աստիճանակարգում մի աստիճան ավելի ցածր է եւ իմաստ չունի ուղղակի դնել պատգամավորական մանդատը եւ գնալ լինել ավականի, այլ հարց է, եթե ինքը կարողանար ընտրվել քաղաքապետ, այդ դեպքում գուցե պատգամավորական մանդատը դներ։ Ես ճիշտն ասած մի փոքր համաձայն չեմ այն համակարգի հետ, որը գործում է, իհարկե ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում, բայց այդ համակարգը կարելի է ասել մանիպուլյացիոն է, որովհետև մենք շատ դեպքերում ենք տեսնում, որ հայտնի մարդիկ, առավելևս մեր քաղաքական դաշտի նման անձնավորված քաղաքական դաշտում, հայտնի մարդիկ գլխավորում են ցուցակներ, որից հետո նրանք դնում են մանդատը եւ այլ մարդիկ են գնում եւ ներկայացնում ընդհանուր խորհրդարանում, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը գլխավորում են քաղաքական ուժեր, այդ քաղաքական ուժերից մի քանի ներկայացուցիչներ պետք է գնան խորհրդարան, բայց իրենք դնում են մանդատը եւ խորհրդարան գնում են շատ ավելի քիչ ճանաչելիություն ունեցող մարդիկ, ում գուցե ժողովուրդը չտար ձայն, եթե օրինակ այդ ցուցակում չլինեին հայտնի մարդիկ։ Նույն տրամաբանությունը այս դեպքում է, Մարտուն Գրիգորյանի դեպքում անձնավորված քաղաքական դաշտում նորից նշենք, շատ են մարդիկ, ովքեր քվե են տվել հենց իր համար, անձամբ իր համար, սակայն նա մանդատը դնում է եւ այնտեղ գնում է իրենց կուսակցության 5-րդ, 6-րդ, չգիտեմ 7-րդ ներկայացուցիչը, ով գուցե չէր ստանա կամ շատ մեծ հավանականությամբ չէր ստանա համապատասխան ձայներ, եթե Մարտուն Գրիգորյանի դեմքով չներկայանար այդ քաղաքական ուժը։ Բայց մյուս կողմից էլ սա օրենքով է եւ սա Հայաստանի քաղաքական դաշտի առանձնահատկություններից մեկն է, ինչի հետ ստիպված ենք հաշվի նստել։ Ամսի 16-ին եւ դրանից հետո ինչ սպասել Գյումրիում եւ նաեւ Երևանում։ Նախ ամսի 16-ին այնպես չէ, որ ամեն ինչ հստակ է եւ բոլոր գործընթացները լինելու են այնպես, ինչպես ենթադրվում է, բայց ամենամեծ հավանականությունն այն է, որ քաղաքապետ կընտրվի Վարդան Ղուկասյանը եւ դրանից հետո պետք է որոշակի լարվածություն սպասել Գյումրիի իշխանությունների եւ Հայաստանի կենտրոնական իշխանությունների փոխհարաբերություններում, թե ինչպես դա կհանգուցալուծվի, մենք կտեսնենք, բայց քանի որ նման հայտարարություններ կան նաև Վարդան Ղուկասյանից անձամբ եւ իր քաղաքական թիմից, ենթադրվում է, որ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենալու, իրավական գործընթացներ են տեղի ունենալու, ինչը նշանակում է, որ ինչ-որ ժամանակ անց գուցե Գյումրիում իշխանությունը փոխանցվի փոխքաղաքապետին, ես չգիտեմ թե ով է լինելու փոխքաղաքապետը, բայց ամեն դեպքում սա որոշակի տուրբուլենտություն է բերելու Հայաստանի քաղաքական դաշտում։ Եվ նաև նկատի ունենալով, որ այնտեղ բավականին շատ պրոռուսական ուժեր հաղթահարեցին Շեմը, այդ նույն ուժերը նաև հայտարարում են Երևանում զանգվածային բողոքի ակցիաներ եւ արդեն սկսել են եւ այդ խմբերի մեջ ներգրավված են նաև արցախցիները, կարելի ասել մանիպուլացնում են նրանց իրենց խնդիրները առաջ քաշելով։ Ինչ ակնկալել այդ իրավիճակում։ Եկեք ամեն դեպքում ամրագրենք, որ պրոռուսական ուժերը առաջին տեղը գրավել չկարողացան, անկախ նրանից, որ որոշ ներկայացուցիչներ պրոռուսական ուժերի կարողացան համախմբվել ինչ-որ հարցի շուրջ։ Երևանում կամ Հայաստանում ընդհանուր առմամբ նման պատկերը քիչ կանխատեսելի է, որովհետև Գյումրին մշտապես առավել պահպանողական հատվածն է Հայաստանի Հանրապետության, իսկ պահպանողականությունը տվյալ դեպքում որոշակիորեն փոխկապվում է ռուսական հայացքների հետ, առավել եւս մեկ անգամ, որ Գյումրիում գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը խոշոր գործատու է եւ նա եւս ազդեցություն ունի այդ տարածաշրջանում, այլ տարածաշրջաններում պատկերը այլ է, գուցե Հայաստանի իշխանությունների նկատմամբ եւ ամենայն հավանականությամբ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը մոտ է նրան, ինչ մենք Գյումրիում տեսանք, այսինքն Հայաստանի իշխանությունները գուցե համապետական ընտրություններում կհավաքնեն մոտավորապես նույն թվին 35%-ի նման ինչ-որ մի թվի, ըստ ամենայնի, իհարկե եթե հաշվի չառնենք ինչ-որ մարգինալ կազմակերպությունների, որոնք ինչ-որ տեղից հորինած թվեր են հրապարակում, ռեալ իրական սոցիալական հարցումների եւ վերլուծությունների արդյունքները ցույց են տալիս, որ մոտավորապես այդ թվերն են ինչ ստացվեց Գյումրիում, բայց դա չի նշանակում, որ մնացած 65%-ը
լինելու են պրոռուսական ուժեր, որովհետև այլ հատվածներում այլ տենդենսները եւս բավականին ուժեղ են։ Օրինակ նույն արևմտամետները համապետական ընտրություններում, եթե համախմբված կարողանան հանդես գալ, շատ ավելի մեծ հատվածի կարող են հավակնել, քան ստացվեց Գյումրիում։ Եվ նաև Գյումրու ընտրություններով բավականին ակտիվացել են, ոգևորվել են պրոկրեմլյան պրոպագանդիստները, նաև ցավոք սրտի հայ ազգի ներկայացուցիչներ եւ հնարավոր է այն ինչ որ տեղի է ունենում Մոսկվայի մատախարն է, այսպես ասած։ Ես կարծում եմ Ռուսաստանից որոշակի ազդեցություններ իհարկե գեներացվում են, մենք վերջերս տեսանք, որ Սամվել Կարապետյանն էր, չգիտես ինչու խոսում աշխարհակահաղական ընտրությունների եւ այլնի մասին, թե նա ինչ կապ ունի Հայաստանի աշխարհակահաղական ընտրության հետ։ Եվ եթե նրանք հանրային մակարդակում Ռուսաստանի հայերը հատկապես նման խոսույթ են փորձում գեներացնել, ապա ակնհայտ է, որ այն մակարդակում, որը չի երևում, որոշակի ազդեցություններ փորձում են իրականացնել եւ այդ ազդեցությունները որոշ դեպքերում հասնում են տեղ եւ հաջողություն ունենում են։ Այո, ինչպես Գյումրիում, այնպես էլ Հայաստանում տեղ ունեցող ցանկացած այլ ընտրություններում ռուսական ազդեցությունները որոշակի դեր խաղում են։ Այլ տարբերակ, այլ հասարակություն այս բանը ուղղակի մենք չունենք, այսպեսին է մեր հասարակությունը, իսկ որպեսզի դա փոխվի, դրա համար անհրաժեշտ է ժամանակ եւ այդ ժամանակում համապատասխան աշխատանք, առաջին հերթին հասարակության կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Եվ խոսենք նաև Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարության մասին, նա հարցազրույց է տվել եւ ասել, որ եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ուղով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք Երևանն այժմ ունի ԵԱՏՄ-ի գծով իր գործընկերների հետ։ Դա հավանաբար կլինի բավականին ցավոտ գործընթաց, այդ թվում ցավոք Հայաստանի բնակչության համար։ Ես խնդրեմ սա մեկնաբանեք։ Ես նշեմ, որ Գալուզինը ինչպես Ռուսաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչներ վիճում են կամ փորձում են արգելակել գործընթացներ, որոնք արդեն տեղի են ունեցել։ Հայաստանի Հանրապետությունը արդեն ընտրություն կատարել է գնալ եվրոպական ուղիով, ինչի վկայությունն է այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդեն դեպի Եվրամիություն շարժվել օրենք է եւ ցանկացած իշխանություն ստիպված է լինելու հաշվի նստել այդ օրենքի հետ եւ Հայաստանի Հանրապետությունը իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, իր զարգացման ուղիները գծագրելիս եւ իրականացնելիս անհրաժեշտաբար պետք է առաջնորդվի այդ օրենքով, այնպես որ Հայաստանը արդեն ընտրել է այդ ուղին, իսկ Գալուզինը խոսում է այն մասին, թե եթե Հայաստանը այդ ուղին ընտրի։ Այն, որ այդ ուղին լինելու է ցավոտ, այն, որ այդ ուղին լինելու է դժվար, այն որ այդ ուղին լինելու է խնդիրներով հագեցած, այդ թվում արհեստական խնդիրներով, որոնք ստեղծելու է Ռուսաստանը, դա ակնհայտ էր Հայաստանի Հանրապետության համար դեռևս նույնիսկ մինչև եվրոինտեգրման գործընթացների մասին իշխանությունների խոսելը կամ այլ քաղաքական ուժերի գործընթացներ հարուցելը։ Բայց Հայաստանի Հանրապետությունը այլ տարբերակ ուղղակի չունի, որովհետև չգնալ եվրոինտեգրման ճանապարհով նշանակում է հաստատապես ուղևորվել դեպի պետականության կորուստ, գնալ Եվրամիության ճանապարհով նշանակում է հնարավորություն ունենալ խուսափելու պետականության կորստից, այսինքն ոչ ոք, ոչ միտեղում մեզ ոչինչ չի երաշխավորում, որ մենք կարողանանք զարգանալ, առաջընթաց ունենալ եւ պահպանել պետականությունը, եթե գնում ենք եվրոպական ուղիով, բայց եթե մենք գնայինք, օրինակ այդ ընտրությունը կատարած չլինեինք եւ գնայինք այսպես կոչված եվրասիական, իհարկե Ռուսաստանի պատկերացած եվրասիական, որովհետեւ իրական եվրասիականությունը բացարձակապես այլ բան է, եթե գնայինք այդ Ռուսաստանի պատկերացած եվրասիականության ուղիով, այստեղ հաստատապես երաշխավորված է, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ մի փուլում իր պետականությունը կորցնելու է։ Նա նաև խոսել է համատեղ առևտրաշրջանառության մասին եւ հայտարարել. մենք չունենք եւ չենք կարող ունենալ որևէ ծրագիր ոտնահարելու Հայաստանի շահերը։ Նա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ ինչպես եւ Վրաստանի հետ կապում է բազմադարյա ընդհանուր պատմությունը, հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակը, որի 80-ամյակը հուսով եմ միասին կնշենք մայիսի 9-ին։ Ես խնդրեմ նաև ասեք, որ այս ամենը դեմագոգիկ հայտարարությունը ինչի մասին է, երբ որ այդ նույն ռազմավարական գործընկերոջը, երբ որ նեղ օրին իրենք չհասան հապկի շրջանակներում, ինչի մասին է։ Դե հասկանալի է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը չի կարող ուղղակի ասել, թե մենք ցանկանում ենք կլանել Հայաստանը, բայց իրենց բոլոր գործողությունները դրան են ուղղված։ Եթե խոսքը ապրանքաշրջանառության մասին է, հասարակ մի փաստ Wildberries կոչվող ցանցը դեմպինգի միջոցով Հայաստանի Հանրապետության ներսում կարելի ասել ոչնչացնում է, շուտչացնում էր մինչև հիմա, շարունակում է ոչնչացնել հատավաճառ կոչվող այդ տնտեսության այդ ճյուղը, որովհետև մարդիկ ուղղակի Հայաստանի ներսում չեն գնում ապրանքներ, այլ պատվիրում են այդ Wildberries-ից, քանի որ Wildberries-ում այդ ապրանքը ավելի էժան է։
Իսկ ըստ տարբեր տնտեսագետների խոսքերի, ես տնտեսագետ չեմ, բայց հենվելով նրանց վերլուծությունների վրա, օրինակ այլ տարածություններում տվյալ ապրանքների գները այդքան էժան չեն, ինչ Հայաստանի համար։ Ես չգիտեմ դա իրականություն թե ոչ, բայց այն, որ դա խնդիրներ է ստեղծում Հայաստանի ներսում հատով վաճառվող ապրանքների այդ շուկայի համար, դա ակնհայտ է։ Իսկ դա ինչի է բերում, դա բերում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը տնտեսապես շարունակում է մեծացնել կախվածությունը Ռուսաստանից։ Եվ սա Հայաստանի կլանման ուղիներից մեկն է։ Ես մեկի մասին խոսեցի, բազմաթիվ են նման ուղիները, որոնցով Ռուսաստանը փորձում է Հայաստանը կլանել։ Այդ մասին իհարկե Գալուզինը հայտարարել չի կարող, եւ դրա փոխարեն այդ հայրենասիրական ժողովուրդների այսպես կոչված բարեկամության մասին է խոսում, իհարկե շրջանցելով նաև օրինակային թե այդ դեպքում ինչու էր նույն երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից պատերազմ մեկնած եւ այնտեղ զոհվածների տոկոսային հարաբերությունը ամենամեծը խորհրդային միությունում, եթե իսկապես դա եղբայրության, հավասարության, բարեկամության մասին է եւ ոչ թե պետություններից մեկի կողմից մյուսին կլանելու եւ իր գաղութը դարձնելու քաղաքականություն։ Էլ չասած, որ Ուկրաինայի հետ ինչ եղբայրություն էր եւ այսօր դա հասկանալի է, սա էլ հարցի մեկ այլ կողմն է, որը այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության համար պետք է դաս լինի։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։